Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել են հետևյալ լուրերը։ Քեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի բնակելի շենքերից մեկում այսօր առավոտյան պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 4 մարդ զոհվել է, 11-ը հոսպիտալացվել։ Առողջապահության նախարարության տվյալներով բուժօգնություն ստացող տուժածներից 3-ին ավելի ուշ տեղափոխել են Երևանի բուժհաստատություններ։ Մյուսների վիճակը գնահատվում է բավարար։ Վիրավորներից 4-ը երեխաներ են, մեկն արդեն դուրս է գրվել, 3-ը դեռ շարունակում են բուժումը Ճամբարակի հիվանդանոցում։ Պայթյունի պատճառները դեռ հստակ չեն։ Առավելապես տուժել են 4 հարկանի շենքի կողային հատվածի վերջին հարկերի բնակարանները։ Ներքին գործերի նախարարության տվյալներով 3 մահացածները, որոնց դիերն արդեն հայտնաբերված են, կանայք են։ Քրեական գործը հարուցվել տեղի ունեցածի պատճառները պարզելու համար։ Քննչական կոմիտեն ավելի ուշ փոխանցել է, որ պայթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է։ Հայ առաքելական եկեղեցուն եւ անձամբ վեհափար Հայրապետին թիրախավորող գրառումներից հետո այս գիշեր հազարավոր քաղաքացիներ Զվարթնոց միջազգային օդանավակայան էին շտապել դիմավորելու ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին։ Հենց կաթողիկոսը դուրս եկավ սրահից, նրան դիմավորող քաղաքացիներից մեկը գոչեց. «Վեհափար զավակներդ են եկել դիմավորելու»։ Հավատում ենք, որ Աստուծո ողորմությամբ եւ օգնականությամբ ձեզ հետ միասին առանց ավելորդ հուսականության ընդվզումների պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը։ Ամուր մնացեք ձեր հավատքի եւ առ եկեղեցին ունեցած ձեր սիրո եւ հավատարմության մեջ։ Մենք ձեր այս վերաբերմունքը գնահատում ենք, բայց նաեւ ցանկանում ենք ասել, որ այն առավել եւս պարտավորեցնում է մեզ եկեղեցականներիս մեր առաքելությունը նույն նվիրումով ու հավատարմությամբ առ ձեզ, առ հայրենին մեր իրականացնելու արդյունավոր կերպով։ Անշեղորեն եւ մեր հորդորը պիտի լինի ձեզ միաժամանակ սիրելիներ, որ այս դժվարին ժամանակներում ամուր ու հաստատուն պահեք միաբանությունը ազգային մեր կյանքում։ Թույլ չտանք, որ որևիցե կերպ մեր կյանքում տեղ գտնեն այնպիսի արարքներ ու գործողություններ, որոնք կվտանգեն ազգային մեր միասնությունը։ Մենք հավատում ենք, որ մեր միասնական ջանքերով, մեր կարողությունների մեկտեղումով պիտի կարողանանք դիմակայել բոլոր փորձություններին եւ հարթել մեր կյանքի բոլոր դժվարությունները լավատեսությամբ, հույսով ու հավատով կերտել մեր եւ մեր զավակների վաղվա պայծառ օրը։ Աստված օգնական ու պահապան մեր ժողովրդին այսօր եւ հավիտյանս։ Ամեն։ Այս Սիրելիներ, վերստին մեր գնահատանքը, մեր սերն ու օրհնությունը բերելով ձեզ, հրավիրում ենք, որպեսզի
աղոթքով ավարտենք այսօրվա մեր հանդիպումը։ Վերստին ցավ եմ ապրում, որ այս ուշ ժամին դուք առաջնորդված ար եկեղեցին ունեցած ձեր սիրով եկել եք այստեղ ձեր հավատարմությունը առ Սուրբ եկեղեցին արտահայտելու հայոց հայրապետի առջև։ Աղոթենք միասին, օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ եկինս ես, Սուրբ Եկեղեցի անուն քո, եկեղեցի արքայություն քո, եղեցին կամ քո, որպես եկինս եւ երկրի, ըսած մեր անապազոր, տուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մենք քո ունքներով սպարտապանած, եւ մի տանիրս մեզ իփորձություն, այլ փրկյաց մեզ իշխարել, Զիգմոյ արքայություն եւ զորություն եւ փառքավիտյանը սամ։ Գիտեմ, որ եկել եք ձեր վրդովմունքը հայտնելու վերջին օրերին Հանրապետության վարչապետի կողմից թույլ տրված եկեղեցու եւ եկեղեցականների հասցեին արված արտահայտությունների առնչությամբ։ Գիտենք, որ այդ արտահայտությունները համընդհանուր վրդովմունք են առաջ բերել մեր ժողովրդի զավակաց մոտ, իսկ աշխարհի։ Հավաքված ժողովրդին դիմելով ասաց վեհափառ հայրապետը։ Վեհարանն ազատելու Փաշինյանի պահանջի մասին լրագրողների հարցերին Գարեգին երկրորդը չպատասխանեց, ասելով, թե ամեն ինչ հստակորեն ասված է Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունում, որտեղ նշված է, որ եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն եւ դուրս են պետական եւ քաղաքական գործիչների իրավասությունից։ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը Աննա Հակոբյանը սեպտեմբերին կմեկնի Չինաստան երկամյա մագիստրոսական ծրագրով ուսանելու չինական փիլիսոփայություն Պեկինի նորմալ համալսարանում։ Ծրագիրը դասավանդվում է անգլերենով Պեկինում։ Աննա Հակոբյանը կուսումնասիրի չինական փիլիսոփայության հիմնաքարային ուղղությունները, այդ թվում կոնֆուցիոսականություն, դաոսականություն, չինական քաղաքական փիլիսոփայություն, չինական բարոյագիտություն եւ այլն։ Հերթական այցի ժամանակ երբ գտնվում էի Չինաստանում ու տեսնում է ինչպես են մարդիկ ապրում այդ հզոր պետությունում, մտածեցի, որ մեր շատ խնդիրների պատճառը կրթական է, նշել է Հակոբյանը, կրթվել է նորաձև շարժման մի քանի հանդիպումների ժամանակ։ Օրագիր նյուզը թեմայի վերաբերյալ հարցախույզ է իրականացրել Երևանի փողոցներում, որին մասնակցած քաղաքացիներից մեկը նշեց. Ինչին է պետք չինական փիլիսոփայություն սովորել։ Չգիտեմ, իրան ավելի ճիշտ կլինի թուրքական սովորել։ Ազգային ժողովին դիմադիր Հայաստան եւ Պատիվ ունեմ խմբակցությունների հանդիպումն ավարտվել է, որի արդյունքում կողմերը փաստացի հանգուցալուծման չեն եկել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցի հետ կապված։ Դեռ քննարկման ընթացքում Պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը սոցցանցում հրապարակեց իրենց 6 падգամավորների ստորագրությունները ակնհայտորեն ակնարկելով, որ ընդդիմադիր ամենամեծ Հայաստան խմբակցությունը դեռ չի ստորագրել այդ ձևաթղթի տակ։ Հայաստան խմբակցության падգամավոր Իշխան Սաղաթելյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք պատրաստ են 28 ստորագրություն տալ, եթե հայտարարությունից բացի զուգահեռ փողոցային պայքար սկսեն։ Ըստ Սաղաթելյան իրենց համար անորոշ է, թե երբ է սկսվելու այդ գործընթացը։ Պետք է ջանքերը կենտրոնացնել եւ իրոք փորձել համապատասխան ստորագրություններն ունենալ, որ այս գործընթացը տարվի առաջ։ Եթե բոլորի հասկացողությունը սա է, մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ քայլել, նշեց նա։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմակիցներն առաջարկում են Փաշինյանին փոխարինել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանով։ Նրան են առաջադրել վարչապետի թեկնածու, իսկ Հայաստան խմբակցությունն էլ հայտնել է, որ թեկնածուի հարցում առարկություն չունի։ Տիգրան Ավինյանն այսօր խորհրդարանում ասել է, որ Երևանի մետրոպոլիտենի նոր աջակնյակ կայարանի կառուցման նախագծի համալիր փորձաքննությունը հաջողությամբ ավարտվել է եւ այժմ անհրաժեշտ է կազմակերպել շինարարության մրցույթը եւ ապահովել համապատասխան ֆինանսավորում։ Իհարկե պետք է նաեւ հասկանանք, որ այս տեսակ նախագիծ այս պետությունը 40 տարուց ավել չի արել։ Այս տեսակ աշխատանք այս պետությունը 40 տարուց ավել չի արել եւ եթե նմանատիպ process-ներն են կանգնում, այդ կարողությունը, այդ գիտելիքը էլի չքանում է։ Հետո պետքա սկսես վերականգնել։ Հիմա ժամանակա դա տանում, բայց ես անհոգնել եւ վստահ ձեզ ասում եմ, Երևան քաղաքում աջակնյակ մետրոյի կայարանը կառուցվելու է, որովհետեւ մեզ ընդամենը մնացել է գրագետ կազմակերպել արդեն շինարարության մրցույթը եւ համապատասխան ֆինանսավորումը հատկացնել եւ արդեն տեխնիկական հսկողության մրցույթը իրականացնել, որովհետեւ ամենաբարդ հատվածը կարծում եմ անցել ենք։ Ամենաբարդը նախագիծը ստանալն է, որը բոլոր փորձաքննությունները անցել է։ Հայ առաքելական եկեղեցուն այսօր նաև Ադրբեջանի հոգևոր առաջնորդն է թիրախավորել։
Ալլահ շուքյուր Փաշազադեն պնդել է, թե իբր հայ առաքելական եկեղեցին ռևանշիստական քարոզ է անում, իր ժողովրդին տանում է դեպի աղետ։ Նա բողոքի նամակ է հղել եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Ջերի Փիլեին, ընդգծելով, որ կրոնական առաջնորդները պետք է ծառայեն միասնական արարչին եւ ճշմարտությանը, խթանեն խաղաղությունն ու փոխըմբռնումը եւ չսադրեն հակամարտությունները։ Ես կոչ եմ անում եկեղեցական համաշխարհային խորհրդին աջակցել ռևանշիստական քարոզչությանը, որը խախտում է փխրուն խաղաղությունը, ասվում է նամակում։ Փաշազադեն առաջարկել է, որ ԵՀԽ-ն պատվիրակություն ուղարկի տարածաշրջանում իրական իրավիճակին ծանոթանալու համար։ Նա ասել է, թե 86,600 քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող Ադրբեջանի տարածքում Արցախ անունով վարչական միավոր չկա, պնդել անգամ Հայաստանի վարչապետն էլ ստիպված ճանաչել այս իրողությունը։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը նշանակվել է Արցախի պետնախարար։ Այսօր կայացած մամուլի ասուլիսում նա հայտարարել է, որ ինքը համաձայնել է, քանի որ չէր կարող խոսել պետական ինստիտուտների դերի մասին եւ ստանալով առաջարկ լքել այդ շարքերը։ Իմ ունակությունների, կարողությունների շրջանակներում կանգնած եմ լինելու պետականության կողքին, ասել է Իսկանդարյանը։ Պետք է արձագանքենք, ովքեր որ չեն արձագանքում անտարբեր են, բավական է դիրքավորվեն ապաքաղաքական։ Այս մասին ասել է Հայաստանի ԵՍՄ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։ Հայաստանում այլևս չկա քաղաքականություն, կա Հայաստանի գոյության կողմնակիցների բանակ եւ Հայաստանի ապամոնտաժման կողմնակիցներ։ Այլ դասակարգում հնարավոր չի անել, որովհետեւ քաղաքականությունում դիստանցավորում են քաղաքականությամբ կամ զբաղվում են, կամ չեն զբաղվում։ Երբեմն գոյություն ունի անվտանգային նորմալ միջավայր, երբ գոյություն ունի ապագայի անորոշությունների վերաբերյալ հստակ պատկերացումներ, բայց երբ գիտես, որ ապագայում հստակ թվերով, սցենարով, ընդ որում տնտեսապես, անվտանգային, դիվանագիտական, հիմա արդեն կրոնական, մշակութային ու բոլոր առումներով քանդում են Հայաստանի Հանրապետությունը, նորից եմ կրկնում, լուծարքային պրոցես է սկսվել Հայաստանում։ Այս ժամանակ լինել անտարբեր, դա կլինի բիզնեսում, պետական ծառայողը, ուժային ծառայողը, ինձ այլևս քիչ է հուզում եւ հետաքրքրում։ Այստեղ յուրաքանչյուրը իր ազդեցության միջավայրում պետք է խոչընդոտող գործողություն կատարի, ասել է Սարգսյանը։ Հունիսի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում ժամը 20:00-ի սահմաններում Խանջյան փողոցի թունելի սկզբնամասում բախվել են Երևանի բնակիչներ 19-ամյա Նիկոլայ Հեի վարած Lexus մակնիշի եւ 40-ամյա Էդգար Բ-ի վարած Volvo մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։ Շամշյան-Քոմի փոխանցմամբ հունիսի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:35-ի սահմաններում Մարմարի գյուղում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Հայկ Վ-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենան եւ Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Հրաչյա Հ-ի վարած Շակման մակնիշի հողով բարձված բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է, իսկ հողը թափվել։ Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Opel Astra-ի գազաբալոնի փականը եւ տեղում իրականացրել հերթապահություն։ Վթարի փաստով բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։